Հաջորդը դուք նշեցիք, որ վարչապետն ասել է, որ հավելավճարը կամ պարգևատրումը տրամադրվում է դատական ծախսերը հատուցելու համար, այդպիսի բան վարչապետը չի նշել, վարչապետը մի 8 ներողություն չեմ ընդհատել, մի 8 պատճառ է նշել, թե ինչու է պետք, որ աշխատավարձը բարձր լինի պետական ծառայողների կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ ի թիվս մի շարք հանգամանքների նշել է նաեւ, որ ատելության ալիքը կամ չգիտեմ դեզինֆորմացիան այնքան մեծ է դաշտում, որ այդ պաշտոնատար անձինք նաև ստիպված են պաշտպանվել դատական ատյաններում, իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել եւ կարգավորումներն այնպիսին են, որ ոչ միշտ է դատարանների կողմից սահմանվող փոխհատուցումը որպես դատական ծախս լինում համարժեք փաստաբանների ծառայությանը եւ ասել է, որ նաեւ այս աշխատավարձերի բարձրացումը միտք ունի ապահովել պաշտոնատար անձանց իրավունքը, որ նրանք ունենան բավարար ֆինանսական միջոցներ, որ իրանց սեփական ոչ թե որպես դատական ծախս է հատուցվել, այլ հատուցում չի դա պարգևաճարի տրամադրում կամ աշխատավարձ, ինչպես ուզում եք կոչեք, որ ունենան նաեւ բավարար միջոցներ, որ իրենց իրավունքները պաշտպանեն։ Այսինքն այնքան դաշտը ներողություն, բայց կեղտոտված է, որ պաշտոնատար անձինք ստիպված են դատական ատյաններում գնան պաշտպանվեն, իհարկե այդ պաշտպանությունը պրոֆեսիոնալ փաստաբանների միջոցով պետքա տեղի ունենա, ու նաև պետքա այո, զրկված չլինեն իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից եւ սրա մասին է խոսել վարչապետը, ոչ թե դատական ծախսերի հատուցումից։ Հաջորդը դուք նաև նշեք այն լիազորությունը, որով վարչապետը ոչ մի այդպիսի լիազորություն չկա։ Եվ ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա, կամ 1000 անգամ այս մասին խոսել ենք, մտահոգություն բարձրացնելը քաղաքացիների, եկեղեցականների եւ այլն, դա չի նշանակում, որ պետքա գրած լինի, օրինակ վարչապետը խոսում է ձեզ հետ, դուք հարց եք տալիս, վարչապետը պատասխանում է ձեր հարցին, գրած չի ոչ միտեղ, որ վարչապետը ձեր հարցին պետք է պատասխանի, որ պատասխանի լիազորությունն է վերազանցելու։ Այսինքն պետք չի ամեն ինչ քառակուսիացնել եւ փորձել այնպես ներկայացնել, որ մի ծայրահեղ վատ բան է տեղի ունենում։ Տեսեք, պետք չի կարգալուց եղած չեն։ Այսինչ քահանան ասում է կարգալուց եղած չէ, հիմա դա տարբերություն կա, քաղաքացին կասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Իհարկե կա, վարչապետն է։ Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ Այդ դեպքում թող գործընկերներ երկխոսության չվերածենք, լավ, երկխոսության չվերածենք։ Թող լիազորությունները վայր դնի եւ որպես քաղաքացի ինչու վայր դնի, վարչապետը նաեւ քաղաքացի է, նաեւ ՀՀ քաղաքացի է եւ ինքը վարչապետ, երբ որ 10 եպիսկոպոս ես տեսեք, դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում, եւ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու է այսպես անում, ինչու՞ այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ կողքը։ Ասենք նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նաեւ կներեք, գիտեք ինչ, հա, թող գրեր քաղաքացի, ես կողմ եմ, թող գրեր քաղաքացի Փաշինյան։ Այո, բայց ով է ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի։ Դե ասեք, բա դուք եք ասում։ Սահմանազատում գոյություն ունի։ Թող ստորակ ժողովուրդ։ Շատ լավ, ինձ եք հարցնում։ Okay, ճաշակի հարց է, թող ստորագրե։ Գործընկերներ Եկեղեցու գործերին, որևէ մեկը եկեղեցու գործերին չի միջամտում։ Մենք խոսում ենք անբարեխիղճ եկեղեցականների մասին, այս թեմայով ենք շատ խոսել։ Դուք դե լավ, եկեք հարցերի հերթականությունը եկեք մենք շատ շեղվեցինք մեր կատարած աշխատանքի հաշվետվությունից եւ մեր առաջիկա անելիքները ներկայացնելուց, բայց եկեք այս կետում ավարտենք։ Խոսքս ամփոփեմ հետեւյալով. որպես կրոնական կազմակերպության ճակերտավոր մասնակից յուրաքանչյուր հայ քրիստոնյա իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տեսնում է։ Եթե դա անում է այն անձը, ով այդ խնդիրների վերհանմանը ավելի մեծ հասանելիություն ունի եւ իր համար ավելի տեսանելի է, սա ոչ մի կետում չի նշանակում, որ այդ երևույթը վատն է։ Այսինքն եթե թեկուզ եւ ի պաշտոն է, մենք չենք երկխոսում։ Ես եմ խոսում,
Հիմա դուք լսում եք, հետո դուք հարց կտաք, ես ձեզ կլսեմ սիրով։ Դա չպետք է ներկայացնել այն լույսի ներքո, որ մենք գործ ունենք ծայրահեղ, ծայրաստիճան վատ երևույթի մասին։ Հիմա բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները, անհամաձայնություն ունենք որպես եկեղեցու հետևորդ այն ամենի հետ ինչ որ տեղի է ունենում եւ տեսնում ենք այն ինչ որ տեսնում ենք։ Միայն չեք բարձրաձայնում, մենք չենք երկխոսում, մենք չենք երկխոսում։ Գործընկերներ, մենք ժամանակի ֆորմատը այդպիսինը չէ, ֆորմատը այդպիսինը չէ։ Դա ուղղակի որպես քաղաքացի Ֆորմատը այդպիսինը չէ եւ ինչ վերաբերում է քրեական բարույթներին, ես նախորդիվել հնարավորություն ունեցա նշելու որոշ եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաև հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետեւությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստելու։ Ով է ասել։ Չգիտեմ, ենթադրյալ արարք է, բայց ենթադրյալ այո։ Դեռ այո, եւ դրա համար եմ ասում, քանի որ որոշ ապացույցներ հասանելի են դարձվել, մենք մեր դատողությունները կարող ենք անել եւ նաեւ նշել եմ, որ դրանք վճռորոշ չեն, պարտադիր չեն, մենք պետք է սպասենք, երբ այդպիսի հետեւություններ կանեն նաեւ պրոֆեսիոնալ մարմինները, որոնք նման իրավունք եւ հնարավորություն ունեն եւ մի բան էլ։ Ուզում եմ նաեւ այս հարթակը օգտագործելով ասել, նախընտրական քարոզարշավի կազմակերպման հետ կապված կան մարմիններ եւ մարդիկ, ում արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Սա խոսում է ապաքաղաքական լինելու օրենսդրական պահանջի մասին եւ խախտումը հանգեցնում է իհարկե պատասխանատվության։ Կրոնական կազմակերպություններին արգելված է քարոզարշավ իրականացնելը։ Եվ սա նշանակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվության նախատեսվում, ընտրական օրենսգրքով էլ համապատասխան արգելքներն են նախատեսվում, կարող եք բացել եւ կարդալ։ Կրկնում եմ, կրոնական կազմակերպություններին արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնելը։ Հիմա, չէ, խոսում եմ արգելքների մասին։ Ես չեմ ասում դա եղել է, նախընտրական քարոզարշավ նոր է լինելու։ Ես ասում եմ որպես տեղեկատվություն, չէ, տեղեկատվություն եմ ասում եւ որպես հետագայում դուք ինձ հարցեր եք վստահաբար ուղղելու այս մասով։ Դրանք կանխարգելելու միտումով եմ ասում, որովհետեւ նախկինում էլ են եղել հարցեր արդյոք եկեղեցականները կարող են զբաղվել քաղաքականությամբ արդյոք եւ այլն եւ այլն։ Այդ հարցերին հիմա ես չեմ անդրադառնա, ամփոփում եմ այս կետում։ Վերջ, այս հարցին պատասխան